Բարեկո պարոն Ղևոնդյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Միասին փորձել ենք ամփոփել անցնող շաբաթվա կարևոր եւ ուշագրավ իրադարձությունները եւ սկսենք Փաշինյանի այցից Ռուսաստանի Դաշնություն Մոսկվա, որտեղ նշվում էր հայրենական պատերազմի 80-ամյակը հաղթանակի, որտեղ իդեպ Հայաստանը ունեցել է, ինչպես իրենք են նշում եւ շատերն են նշում, 300,000 զոհ տվել է լավագույն մարշալներին, գեներալներին, որոնք իդեպ Արցախից են եւ շատ լավ գիտենք, որ Արցախը այժմ օկուպացված է եւ ցավալիորեն այնտեղ մեր զորախումբը ներկայացված չէր, այլ այբենական կարգով առաջինը Ադրբեջանն է քայլում, այն դեպքում, երբ այդ ժամանակ այդ նույն հատվածում Ադրբեջան պետություն որպես այդպեսին դեռ կայանում էր, չգիտեինք ովքեր էին դրան։ Ինչով են նախ պայմանավորված, որ չէր մասնակցում զորախումբը եւ շատերը նշում են, որ չպետք է գնալ, պետք է գնալ։ Արդյոք ճիշտ էլ գնալը եւ այդ տեսքով գնալը։ Խնդրեմ, ձեր ներկայացումը։ Ճիշտ է գնալը թե չէ, մենք որոշ ժամանակ անց կհասկանանք, որովհետև ի վերջո այն ինչ մենք տեսանք Ռուսաստանում, որևէ այլ կերպ, քան նվաստացում ես անվանել չեմ կարող, ընդ որում նվաստացում ոչ թե Նիկոլ Փաշինյանի, նվաստացում Հայաստանի եւ Հայաստանի Հանրապետության եւ այս իմաստով, եթե միայն բարոյական կողմը դիտարկենք, գնալ պետք չէր, բայց ինչու օրերանց հուսով եմ, որ մենք կիմանանք, ի վերջո պետք էր գնալ, թե պետք չէր գնալ, որովհետև գուցե Նիկոլ Փաշինյանը այնտեղ պայմանավորվածություններ է ձեռք բերել, որոնք որոշակիորեն Հայաստանի Հանրապետության համար կարևոր են, օրինակ Հայաստանի ինքնիշխանության մակարդակի ավելացման հետ կապված։ Եթե դա այդպես է, ապա կարելի էր ինչ-որ չափով այդ նվաստացումը համարել փոխհատուցված։ Ինչ վերաբերում է զորախմբին, ես կարծում եմ ընդհակառակը ճիշտ է եղել, որ Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցել, ներողություն, նախ այն պատճառով, որ ոչ բոլոր երկրներն էին, ոչ բոլոր 15 երկրներն էին այնտեղ ներկայացված, բացի այդ զորախումբը, որը մասնակցում է Կարմիր հրապարակում այսօր շքերթի, որոշակիորեն ասոցացվում է ռուսական բանակի հետ, իսկ ռուսական բանակը այսօր համարվում է ագրեսոր երկրի բանակ եւ մենք գիտենք, որ Ուկրաինայի նկատմամբ ագրեսիա է իրականացրել եւ այդտեղ Հայաստանի զինվորների ներկայությունը նույնպես ռուսական բանակի կազմում ինչ-որ մի բան էր նշանակելու, թե ինչու է Ադրբեջանը մասնակցում, ես ճիշտ ասած կցանկանայի, որպեսզի ադրբեջանցիները պատասխանեին, բայց այն, որ ադրբեջանական զորախումբը այնտեղ էր եւ այն ներկայացվեց որպես ռուսական բանակի ինչ-որ մի մաս, ես չէի ցանկանա, որպեսզի դա Հայաստանի հետ էլ տեղի ունենար։ Ալիևը այնտեղ չէր զարմանալիորեն եւ Ալիևը գնացել էր իր տիկնոջ հետ օկուպացված Շուշի եւ այնտեղ շոուներ էր կազմակերպում։ Արդյոք Ռուսաստանը կների Ալիևի բացակայությունը եւ ինչով էր պայմանավորված, որ հենց Ալիևը չգնաց այնտեղ։ Ռուսաստանը այսօր այն վիճակում չէ, որպեսզի ների կամ չների Ալիևի բացակայությունը, առավել եւս Ադրբեջանի նկատմամբ, գուցե Հայաստանի նկատմամբ հաշվի առնելով Հայաստանի այսօրվա հնարավորությունները, Ռուսաստանը ինչ պատժիչ միջոցներ փորձեր ձեռնարկել, եթե Փաշինյանը չգնար, եւ հենց սա այն բենեֆիտներից մեկն է, որը կարելի է ասել Հայաստանը ստացավ ի պատասխան այն նվաստացման, որը մենք ունեցանք Ռուսաստանի կողմից, բայց Ադրբեջանին պատժել այսօր Ռուսաստանը չի կարող, ամենակարևորը եւ առաջնային այն պատճառով, որովհետեւ այսօրվա այն իրավիճակում, որում հայտնվել է Ռուսաստանը, Ադրբեջանը իր համար շատ կարևոր գործընկեր է, շատ կարևոր հնարավորություն է եւ Ադրբեջանին կորցնելը, եթե հանկարծ այդպիսի տեսականորեն ենթադրենք այդպիսի մի բան տեղի ունենա, Ռուսաստանի համար կարող է շատ լուրջ հետևանքներ ունենալ։ Առաջին հերթին խոսքը վերաբերում է տարանցիկ փոխադրման ուղիների մասին, մենք գիտենք, որ բազմաթիվ էներգակիրներ Ադրբեջանը արտահանում է տարբեր երկրներ, ադրբեջանականի անվան տակ, բայց դրանք ռուսական են, ադրբեջանական չեն։ Բացի այդ, Ադրբեջանը հնարավորություն է Ռուսաստանի համար շրջանցել փակված սահմանները հատկապես Եվրոպայի հետ, Ադրբեջանը հնարավորություն է ներմուծել ապրանքներ, որոնք նա չի կարողանում ուղիղ կերպով ներմուծել Եվրոպայից, այս ամենով Ռուսաստանը բավական մեծ կախվածություն ունի Ադրբեջանից։ Իհարկե հակառակն էլ կա, Ադրբեջանն էլ որոշակի կախվածություններ ունի Ռուսաստանից, բայց սա հնարավորություն է Ալիևի համար, օրինակ չմեկնել Մոսկվա։ Եվ ոչ միայն սա, այլ նաև շատ հետաքրքրական է, որ Ալիևը օգտվելով այս ամենից փորձում է իր առավելապաշտական նկարտումները առաջ տանել եւ շատ մոտ օրերս վերջերս տեղի ունեցավ մի ուշագրավ իրադարձություն, երբ պատրիարխը համայն Ռուսիո Կիրիլը այցելեց Բաքու եւ այնտեղ շքանշանների շքերթ սկսվեց, նույն Մեհրիբային, նույն Ալիևին եւ այլն եւ այլն։ Դա նույնպես մեսիջ է Հայաստանին, ինչպես դուք նշեցիք, նվաստացնող մեսիջ։ Չեմ կարծում, ես չէի կապի դա կոնկրետ Հայաստանի հետ, ինչու, որովհետև այսօր Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները դուրս են եկել Հայաստանին ուղղված ինչ-որ գործողությունների տրամաբանությունից։ Դուրս են եկել մեկ գլխավոր պատճառով եւ Ռուսաստանի համար եւ Ադրբեջանի համար, որովհետև 44 օրյա պատերազմից հետո Հայաստանի
ռեսուրսային հնարավորությունները, խոսքը չի վերաբերում հանքերին, խոսքը վերաբերում է Հայաստանի աշխարհաքաղաքական, տնտեսական, քաղաքական, տարածաշրջանային եւ այլ ռեսուրսներին, հնարավորությունները գնահատվում են եւ Մոսկվայում եւ Բաքվում ոչ այնքան կարեւոր, որի համար Մոսկվան կամ Բաքուն պետք է Հայաստանին ինչ-որ հաղորդագրություններ ուղարկեն։ Տեսեք, մենք խոսում ենք այն մասին, որ Ռուսաստանի ազդեցությունը էականորեն նվազել է, բայց այն նվազել է Հայաստանում, այն Ադրբեջանի հետ փոխկապվածությունների առումով որոշակիորեն նույնիսկ ավելացել է ընդհանուր տարածաշրջանում, ոչ թե նվազել է։ Հաշվի առնելով հենց նույն մեր նշած կախվածությունը, որը կա Ռուսաստանից, Ադրբեջանից Ռուսաստանի համար կապված էներգակիրների արտահանման հետ, բայց դա ոչ միայն կախվածություն է, դա նաև ազդեցություն է, որովհետև այստեղ Ադրբեջանը որոշակի գումար է վաստակում։ Սա նշանակում է մեկ բան, որ Ռուսաստանը եւ Ադրբեջանը այսօր փորձում են սիրաշահել մեկը մյուսին, բայց դա կապված չէ Հայաստանի հետ եւ Հայաստանին չեն փորձում դրանով ինչ-որ բան հասկացնել։ Շարունակելով թեման Ադրբեջանի մասով, նշենք, որ վերջերս պարզ դարձավ, որ Ադրբեջանում փակվեցին ՄԱԿ-ի բոլոր գրասենյակները, ՅՈՒՆԻՍԵՖ-ը, երեխաների պաշտպանություն, կանանց իրավունքներ եւ այլն եւ այլն։ Այս ամենով հանդերձ նույն ՄԱԿ-ը, երբ որ Արցախը հայաթափվեց, 30 տարի անց որոշեց, որ պետք է այցելի։ Այցելեց եւ կարծես ոչինչ բան չարձանագրեց, լուր հետևում էին, կոչեր էին հնչեցնում, այժմ Ադրբեջանը ՄԱԿ-ի հետ էսպես է վարվում։ Ինչ է կատարվում։ Ինչու է Ադրբեջանը այսքան անբռնազբոս դրսևորումներ իրականացնում։ Կատարվում է այն, ինչը հատուկ է անցումային ժամանակաշրջաններին։ Մենք այսօր ապրում ենք աշխարհակարգի վերափոխման ժամանակաշրջանում եւ այդ ժամանակաշրջանը չի նշանակում, որ մենք ինչ-որ մի տեղում կանգնած սպասում ենք ինչ-որ բան։ Մենք գտնվում ենք շարժման մեջ եւ այդ շարժման ժամանակամիջոցում շատ բաներ, որոնք երեք անհնար էին թվում, այսօր կարող են լինել իրական եւ հակառակը։ Այն հնարավորությունները, դռները, որոնք բացված են այսօր, վաղը կարող է այլևս չլինեն։ Եվ Ադրբեջանը այսպիսով իր քաղաքական խաղն է տանում, ինչքան էլ որ Ալիևը մեզ համար անընդունելի քաղաքական գործիչ է, սրիկա է մեկ այլ խոսքով, եթե բնութագրենք նրան, բայց նա խորամանկ սրիկա է, այսպես ասենք, եւ բավական լավ է կարողանում իր անձնական եւ Ադրբեջանի ընդհանուր շահերը առաջ տանել եւ պաշտպանել։ Օրինակ, նա կարողանում է երկիրը որոշակիորեն փակել ձեր նշած գործիքների միջոցով եւ հավանաբար այդ գործընթացը իրականացվում է իշխանության տրանզիտ իրականացնելու համար, տարանցում իրականացնելու համար իրենից հավանաբար իր որդուն, որովհետև կան այդպիսի մտայնություններ, որ փոխանցվելու է իշխանությունը իր որդուն։ Տեսեք, այստեղ որոշակիորեն փոփոխություն կա, դրա մասին կարծես թե չեն հիշում, նախկինում խոսում են այն մասին, որ կարող է Մեհրիբան Ալիևան դառնալ հաջորդ նախագահը, սակայն այս խոսակցությունները մարել են, այլևս դրա մասին ոչ ոք չի խոսում, դրա փոխարեն խոսակցություններ են գնում որդուն փոխանցելու մասին, եւ եթե Մեհրիբանին փոխանցելու դեպքում Ալիևը որոշակիորեն արտաքին լեգիտիմություն կարծես թե ուներ, որովհետեւ Մեհրիբանը որոշակի քաղաքական վարկ ուներ, ճանաչում ուներ, տեսեք, հենց դուք ասացիք, որ ինքն է ստացել շքանշաններով, Ալիևի կինն է ստացել, նաեւ Վատիկանում որոշակի ընդունելություն ուներ եւ այլն, ապա Իլհամ Ալիևի որդին ընդհանրապես անհայտ մարդ է աշխարհի համար եւ այդ փոխանցումը հորից որդուն իշխանության բավականին խնդրահարույց կարող է լինել եւ որpիսի նա կարողանա այս իրավիճակում ցնցումներից զերծ պահել եւ խնդիրներ չստեղծել, նա փորձում է Ադրբեջանը փակել, բայց այդ փակելը առանց փոխհատուցման նա չի անում, եկեք հիշենք, որ Չինաստանի հետ բավական ընդարձակ օրակարգ կա եւ այդ օրակարգը ներառում է թե Չինաստանից Ադրբեջան ներդրումներ, ընդ որում նաեւ նախկինում Արցախի տարածքներ հանդիսացող տարածքներում ներդրումներ, ես գիտեմ օրինակ Քարվաճառում եւ Աղդամում որոշակի ներդրումային ծրագրերի մասին, թե տարանցիկ փոխադրումներ, որոնց համար Ադրբեջանը այլընտրանք չունի Չինաստանի համար, տեսեք, եթե նայենք աշխարհագրական առումով, մի կողմից Իրանն է, մի կողմից Ռուսաստանն է, որոնք երկուսն էլ խնդիրներ ունեն արևմուտքի հետ եւ դրանց արանքում միակ պետությունը Ադրբեջանն է, ի տարբերություն օրինակ Հայաստանի եւ Վրաստանի, որոնք մեկը մյուսին կարող են փոխարինել։ Ադրբեջանից կարող է Հայաստանով անցնել, Թուրքիայով անցնել, կարող է չմտնել Հայաստան եւ Թուրքիա, Վրաստանով սև ծովով անցնել, ապրանքներ, ծառայություններ եւ այլն։ Եվ Ադրբեջանը խաղում է այս գործոնի վրա, կարողանում է այդ իմ նշած երկրի փակելը փոխհատուցել Չինաստանի հետ հարաբերությունների ընդարձակմամբ։
Նաև շատ կարևոր մի իրադարձություն տեղի ունեցավ, աննախադեպ թույլ տվեք այսպես բնութագրել, Հագայի միջազգային դատանը Արցախի մշակութային բոլոր վայրերը ճանաչեց Հայաստանը որպես իրավահաջորդ։ Նույնիսկ այն դեպքում, երբ որ Արցախը օկուպացված է, Հայաստանը իրավունք ունի այդ մշակութային ժառանգության իրավահաջորդը լինել։ Ինչ է սա նշանակում։ Մի կողմից նույն միջազգային կառույցները աչք են փակում Ադրբեջանի վրա, մյուս կողմից այսպիսի կարծես փշրանքներ են շաղ տալիս։ Ինչ է սա նշանակում։ Նորից պիտի հղում անենք աշխարհակարգի վերափոխման ժամանակաշրջանի վրա, տեսեք, միջազգային կառույցները համարյա բոլոր դեպքերում, եթե Մակեդոնիական խորհուրդը հաշվի չառնենք, չունեն գործիքակազմ ինչ-որ երկրի ստիպելու ինչ-որ բան անել։ Միակ գործիքակազմը ունի Մակեդոնիական խորհուրդը, որն էլ չի կարողանում որոշումներ ընդունել, ինչի համար, որովհետև չկա համաձայնություն 5 մշտական անդամների միջև։ Եվ այս իրավիճակում միջազգային կառույցները կարող են նմանատիպ արձագանքներ տալ ընդհանրապես տեղի ունեցող իրադարձություններին։ Քննադատել Ադրբեջանին եւ Ադրբեջանին ագրեսոր ճանաչել, սանկցիաներ մտցնել, պատժամիջոցներ մտցնել, սա մեկ բան է, որ միջազգային կառույցը անելու համար անհրաժեշտություն ունի իր բոլոր անդամների միջև համաձայնության եւ հետո պիտի այդ բոլոր անդամները պահպանեն դա։ Իսկ օրինակ, վերցնենք օրինակ Եվրամիությունը, նման կերպ վարվել չի կարող, ինչի համար, որովհետեւ Եվրամիության տարածքում կան առաջինը երկրներ, որոնք Ադրբեջանի հետ սերտ համագործակցություն ունեն եւ նույնիսկ Հունգարիայի դեպքում արգելափակում են Հայաստանին օգնությունը, եւ երկրորդը տնտեսական շատ լուրջ կապվածություններ ունեցող երկրներ կան, օրինակ Իտալիան Ադրբեջանի հետ, որոնք օրինակ պատժամիջոցների սահմանման դեպքում իրենք են խնդիր ունենալու, ակնհայտ է, որ նրանք չեն համաձայնելու նման պատժամիջոցների կիրառմանը։ Իսկ նշված դեպքում սա այն հարցն է, որը որոշակիորեն մշակութային բարոյական հարթություն ունի եւ սա ավելի մեղմ է ընկալվում օրինակ նույն պետությունների կողմից եւ սա կարելի է օգտագործել Հայաստանին եւս այդպես կոպիտ ասած ճակերտում չնեղացնելու համար։ Հա, բայց մենք բոլորս հասկանում ենք, որ այնտեղ հայկական հետքը ամենևին էլ գոյություն չունի, վերացված է, այս ամենը մի տեսակ կեղծ է հնչում։ Ես չէի համաձայնի, որ հայկական հետքը վերացված է, օրինակ Շուշիի ամենափրկիչ եկեղեցին վերացված չէ, այն որոշակիորեն վերափոխված է։ Վերափոխել են, դարձրել են անհասկանալի մի բան։ Կա այլ հատվածներում եւս իհարկե փոքր եկեղեցիները վերացվել են, դրա մասին ժամանակ առ ժամանակ լսում ենք, բայց բազմաթիվ են հայկական մշակութային ժառանգության կոթողները Արցախի տարածքում, սկսած Խաչքարերից եւ այլն, որոնց ինչ որ մի մասը պահպանվի։ Տեսեք 1915 թվականից հետո Թուրքիայի արևելյան շրջաններում բազմաթիվ տեղերում պահպանված կան օրինակ Խաչքարեր, որոնք դարձել են ինչ որ մեկի տան հիմքը կամ նման մի բան։ Այսինքն որոշակիորեն այդ ժառանգության կտորներ պահպանվում։ Բայց Հայաստանը իրավահաջորդը չի եւ Հայաստանը որևէ բան չի կարող անել։ Այս դեպքում հուսանք, որ ինչ որ ձևով Հայաստանը կկարողանա փրկել այդ ժառանգությունը։ Այո, քանի որ առաջին դեպքում իրավահաջորդը չէ, այստեղ իրավահաջորդը գուցե Հայաստանի հնարավորությունները այստեղ։ Շատ լավ, պարոն Ղևոնդյան, եւ փորձենք ամփոփել եւ նորից կրկին անդրադառնանք ամենասկզբի հատվածում, երբ որ Փաշինյանը մինչ Մոսկվա գնալը, նույնիսկ արդեն Մոսկվայում ուղերձ հղեց եւ ասաց, որ պատերազմ չի լինելու։ Նա շատ հստակ ասաց այդ մասին եւ Արարատ Միրզոյանն էլ հաղթանակի զբոսայգում նույնպես փոքրիկ մեսիջ հղեց, ասելով, որ շատ լավ նորություններ ենք սպասում։ Այս մասով ձեր մեկնաբանությունը։ Ես նշեմ, որ ի տարբերություն նրա, որ Ադրբեջանը եւ Ռուսաստանը այս պահին Հայաստանին փաստացի հաղորդագրություններ ուղարկելու կարիք չունեն եւ չեն տեսնում, այդ հաղորդագրությունները եթե դրա կարիքը կա, լինում են շատ ավելի կոշտ ձևով, օրինակ փորձագետների մակարդակով կամ ամենաշատ արտաքին գործերի նախարար Ռուսաստանի դեպքում, Հայաստանը ընդհակառակը շատ մեծ կարիք ունի հաղորդագրություններ հղելու նույն Ռուսաստանի եւ նույն Ադրբեջանին եւ ես Փաշինյանի ելույթի այդ հատվածը այդպես եմ գնահատում, որ նա Մոսկվայում խոսեց դրա մասին, դրանով ցույց տալով, որ Հայաստանը հակված է խաղաղության եւ Հայաստանը թույլ չի տալու, որպեսզի հիբրիդային ձևով Հայաստանի նկատմամբ գործողություններ իրականացվեն։ Առաջին հերթին իհարկե դա Մոսկվային էր վերաբերում, բայց նաև որպես պրոքսի ուժ Ադրբեջանին էր վերաբերվում, Ռուսաստանի պրոքսի ուժ Ադրբեջանին էր վերաբերում եւ նույն տրամաբանության մեջ է նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը։ Ես ընդհանուր առմամբ այս երկու հայտարարությունները կգնահատեմ որպես Հայաստանի արտաքին քաղաքական ուղեգծի վերահաստատում։ Բայց տեսեք, արդեն տարին կիսվում է, արդեն մի քանի ամիս, 5-6 ամիս անց, արդեն 2025-ն է անցել։ Մինչև 25 կհասցնենք այդ քան կարևոր սպասված փաստաթուղթը ստորագրել։ Դա կախված է նրանից, թե Ադրբեջանում ինչպես կգնահատեն դրանից ստացվող օգուտները եւ չստորագրելու դեպքում իրենց հնարավորությունները, որովհետեւ տեսեք, չստորագրելու դեպքում նրանք կարողանում են Հայաստանի նկատմամբ ճնշումների որոշակի գործիքակազմ օգտագործել, ստորագրելու դեպքում նրանք այդ գործիքակազմից զրկվելու են։ Եթե դրա փոխարեն նրանք տեսնեն, որ օգուտներ ունեն այլ ուղղություններով, թե դրանք որն են, հավանաբար Բաքվում ավելի լավ կմտածեն, ապա այդ ստորագրությունը կլինի։ Այսինքն այստեղ խնդիրը այն չէ, մենք կհասնենք թե
թե չենք հասցնի։ Այստեղ խնդիրն այն է, թե որ պահին դա կլինի Ադրբեջանում, այդ գիտակցումը, որ իրենք օգուտներ ունեն, որ պահին կլինի։ Եթե դա լինի, կարելի է նույնիսկ մեկ ամիս հետո ստորագրել փաստաթուղթը։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։